Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների, հիշյալ տղամարդը զբաղվում է Ապօյնի թմրաշրջանառությամբ, բացի այդ Ապօյնի կերպով պահում է զենք զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային քննչական մարմնի ծառայողները քրեական վարույթի շրջանակներում կիրականացնեին անհետաձգելի ապացուցողական գործողություններ, Էրեբունու համայնքային ոստիկանները հսկողության տակ առան Երկաթուղայինների փողոցի բնակչի տունը։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի համագործակցված աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդու բնակարանում հայտնաբերվեցին էլեկտրական կշեռք, պլաստիկ տարաների մեջ լցված մարիխուանա թմրամիջոցի նմանվող տեղնականաչավուն զանգվածներ, ընդհանուր 1 կիլոգրամ 100 գրամից ավելի քաշով, 1 փաթեթ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված, թափանցիկ հեղուկով լցված ապակյա 5 սրվակ, ինչպես նաև ինքնաշեն 4 ատրճանակ, գրչանման կրակող 2 սարք, պայթուցիչով նռնակ եւ փամփուշտներ։ 48-ամյա տղամարդը ձերբակալվել է, նշանակվել են փորձաքննություններ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։